Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք մարզերից ու հեռավոր համայնքներից հաղորդումների մեր շարքը։ Այժմ հյուրընկալվել ենք Վայք քաղաքում, Վայքի մշակույթի տանը, եւ այսօրվա իմ հյուրերն են արցախցիներ, 4 հոգի, թույլ տվեք նրանց ներկայացնել, հետո անցնենք մեր բուն զրույցին։ Արմիդ Աշեկյան, Մարտակերտի Չլդրան գյուղից է, հանգրվանել է Վայք քաղաքում, Դիանա Այվազյան, Մարտակերտ Նոր Այգեստան գյուղից, էլի Վայքում է հանգրվանել, Ալեքս Հարությունյան եւ Ալեն Ղազարյան Ստեփանակերտից, բայց մինչ այդ ապրիլիս են եղել Մարտունու Թաղավարտ գյուղում, նրանք էլ են Վայքում հանգրվանել։ Արմիդա եւ Դիանա, դուք ստեղ եք իրար հետ ծանոթացել։ Այո։ Մեր այս հաղորդումը ուզում է պարզել հասկանալ, թե արցախցիները ինչպես են տեղավորվել Հայաստանում, ինչն է հեշտ եղել, ինչն է դժվար եղել, քաղաքացիություն ստացել են, ուզում են ստանալ, չեն ուզում ստանալ, ինչու չեն ուզում ստանալ։ Այսպիսի հաղորդումների մի ամբողջ շարք ունենք մենք տարբեր մարզերից, սա առաջինն է Վայքում, հա։ Սկսենք երևի ձեզնից գլխավոր խնդիրները որոնք են, որ կարող եք նշել, անցել է 1.5 տարի փաստորեն, հա։ Ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք ամենաշատն են ցես ուզում։ Ամենագլխավորը բարձը, այս 40+10-երն են ներկապահին կտրել են արդեն։ Վարձ ասելիս նկատի ունեք, որ դուք վարձով բնակվում, հա։ Հիմա վարձերը կտրել են, ներկապահին շատ ահավոր է լինելու մեր վիճակը։ Քանի որ ինչպիսին են տների վարձակալման գները Վայքում։ Մեր տները օրինակ 70,000 են, հա, 70,000 եմ տալիս ու ես չեմ աշխատում, ունեմ հաշմանդամ երեխա, մի հատ էլ անչափահաս։ Աշխատանք չունենք։ Մեր հույսը այդ 40+10-ներ։ Դե հիմա որ վարձը տալիս ենք։ Նաև կաշկանդված եք, չեք կարող աշխատել, ճիշտ հասկացա, թե կարող եք աշխատել։ Կարող ենք աշխատել, ես հաշմանդամ երեխա ունեմ, ես իմ երեխուս խնամքում եմ, ես իմ խնամքի տակ այդ երեխան։ Ես մեկ էլ անչափահաս երեխա է դպրոցական, 11 տարեկան, դե որ դպրոցի գալիս է քաղաքում, ախր, հələ որ մի տարուկես աստայ ենք։ Այդ նպաստների թվաբանությունը կպատմեք 40,000 գումարած 10,000 դրամ, ինչ է եղել եւ ինչն է պակասելու, ինչն է վերանալու, ինչ խնդրի մեջ եք էլի հայտնվել։ Արդեն աջակցությունը կտրել են։ Մի խոսքով ապրիլ ամսվանից արդեն որ չենք ստանալու, դա մեր համար մեծ խնդիր է։ Ես անապահով ընտանիք եմ գրվել, գրանցված, սոցիապում, նպաստառու եմ, որից 26,000 գումար։ Այսինքն ձեր եկամուտը 26,000 դրամ, հա։ Երեխու թոշակն է 36,000։ Դրանը ոչ կարողանամ ես կոմունալ տամ, ոչ էլ կարողանամ վարձ տամ։ Ոչ էլ սնվենք։ Սննդի հարցը։ Եվ ձեզ նման էլի ընտանիքների գիտեք հավանաբար։ Հա, շատ կան։ Մեր նման մեզանից շատերը, որ բազմազավակ մայրը ունի 5 երեխա, չեն աշխատում, էլի նույն կարգավիճակում են։ Կներեք շատ բան անտուր հարց տամ էլի, ինչպես եք յոլա գնալու կամ յոլա գնում արդեն։ Հիմա ներկապահին 52,000 եկամտով չեն կարալու։ Ահավոր վիճակ է մեր։ Անչափահասներին դե հավոր մի հատ մեկը կստանա, տղես 3-րդ կարգի հաշմանդամա չի ստանալու, ինչ որ լսվելով, որ ասել են առաջի 2-րդ կարգի Իսկ դիմել եք ինչ-որ տեղ ճշտելու, թե… Դե հələ որ չէ, հələ որ չենք դիմել, հա, հələ ոչ մի բան չենք արել, ճիշտն ասած, հələ սպասում ենք դրանք մեր վերջին ինչ կլինի դրանով, չգիտեմ։ Հա, կզրուցենք դեռ, Տիկին Շեկյան, ձեր դրությունը ինչպես է։ Դրությունը մեկ էլ 7 հոգով ենք մնում, վարձի 50,000 ենք տալիս, հələ աշխատանք չունենք, ճիշտն ասած առողջական խնդիրներ ունեմ, դրա համար չեմ աշխատում։ Տանը աշխատող կա։ Տանը չէ, հələ աշխատող չկա։ Իսկ աշխատունակ մարդ կա, որ աշխատանքի որոնում չի ճարում։ Ես մեծ են հաշվիկ աշխատեն, դե աշխատել են այս տարի ու կեսի ընթացքում, թե աշխատանք չէ։ 40+10 ունենք։ Փորձել են աշխատանք գտնել, թե։ Հա, փորձում են աշխատանք գտնել։ Հա, հասկացա։ Պարոնայք, խնդրեմ։ Մենք 5 անդամ ենք, որից մի հոգի աշխատում է, իմ աղբեր, մեծ աղբեր ես։ Ես էլ աշխատանք եմ ման գալիս, բայց մինչև այսօր ես էլ չեմ կարողացել աշխատանք ճարեմ։ Դպրոցում եք ավարտել, թե Չէ, վաղուց։ Ես լսավորում եմ։ Որևէ աշխատանքային փորձ Արցախից ստեղ։ Windows-ի վիզում էի աշխատում, համակարգիչների մասնագետ եմ։
բայց քանի որ ասենք վայքում չկա այդ գործը, այսինքն կա, բայց շատ թույլ է, դե աշխատում է մի հոգի, այդ գործի համար էլ ես Երևան հետաքրքրվել եմ, գալ-գնալն աստեղից ընդ է պրոբլեմ։ Հա, գնալ շաբաթը մեկ անգամ էլի երևի, ոչ թե ամեն օր, ճիշտ հասկացա ես։ Հա, որ կարենամ աշխատեմ էլ։ Հավեն։ 5 հոգով ընկել է ապրում, նույնիսկ 2 հոգի աշխատում է, դպրոցը չեմ ավարտել, 11-րդ դասարան եմ։ Հա, ավագ դպրոց։ Ինչպես է առաջադիմում։ Նորմալ։ Հավեսում ես սովորել։ Հա։ Թե միով է սովորել։ Չէ։ Ով է ճարը։ Չէ։ Նորմալ է։ Այդ մտահոգություն շատերի մոտ կա, էլի, թե մթերիկ է սորվելը սորն է, տեսեք ինչքան մարդ կա, անուն ազգանունը գրել չգիտի, բայց դու մի ասա միլիոնատեր է։ Կա այդ մտքերը, հա, կողքու բոլորները լսվել է, Արցախում կար այդ միտքը, թե չկար։ Չկար։ Հա, շատ լավ, քաղաքացիություն ստանալ, դիմել։ Չէ, չեմ դիմել։ Տղերքը։ Ինչն է պատճառը։ Դե մելը որ սպասում ենք։ Ես բոլոր արցախցիներին այս հարցը տալիս եմ, ուզում եմ հասկանալ։ Հիմա շատ քչեր է, երևի 5-6 հազար հոգի է, որ քաղաքացիություն ստացել է։ Երևի մի քանի հազար էլ դիմել են, դեռ չեն ստացել։ Ուզում եմ ձեր կարծիքը լսել, էլի ինչու չեք ուզում ստանալ կամ արդյոք մտադիր եք դիմելու քաղաքացիություն ստանալու համար։ Կդիմենք, բայց հələ որ Ինչն է պատճառը, որ դեռ չեք դիմել։ Հույս ունեմ, որ ես պիտի գնամ Արցախ, իմ մեծ կարծիքս, հա։ Քաղաքացիություն ստանալը կխանգարի Արցախ վերադառնալ, ինչպես կխանգարի։ Ես չգիտեմ, այդպես մտածում չեմ կարող արտահայտվեմ, բայց Կարող ես բացատրել են, ուզում եմ որ դուք բացատրեք։ Չեմ բացատրել, բայց իմ որ արդեն Հայաստանի քաղաքացի ենք, հա, էլ չեն ընդունի Արցախում, բան, տենց։ Ղարաբաղցի չկա, Արցախցի չկա։ Դրեշկի կարծիքը ինչ է, ինչու չեք Թե մտքերով չի անցել, նոր չէ, ճիշտ ասած անցել եմ, բայց ես վերջի նորություններով որ տենում ենք, որ պասպորտ աստանում գրում են Ադրբեջան։ Գրում են Ադրբեջան։ Ծննդավայրը։ Հա։ Հայաստանում հակին մարդ կա, որի ծննդավայրը Ադրբեջանն է, Բաքվից, հետո Կիրովաբադից է, ինչ է անունը, տարբեր բնակավայրերից են, գրած է ծննդավայրը Ադրբեջան։ Հա, ուզում եք Արցախ լիներ գրած մեջը։ Հա, հասկացա։ Ասենք 3000-4000% վեկալ են քաղաքացիությունը այն պատճառով, որ տուն ստանան։ Բայց իսկի որ ասում 100 հոգու համար էլ չեն սարքել այդ տունը, դրա համար կեսի շատ ժողովուրդը սպասում են Դուք տուն տալու կամ տուն ստանալու ծրագրերին ծանոթ եք, հա? Տեղյակ եք, հա? Մի քիչ տեղյակ եմ։ Ասեք ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Դե օրինակ վայքում ինչքան գիտեմ 3-ից դոլի 2-ից 3 միլիոն է շնչին 3-ից 5 միլիոն հա կողքից հա հա տեղից այսինքն ընտանիքը եթե ունի 4 հոգի եւ բնակավայրում շնչին պետական ծրագրով տրվում է ենթադրենք 5 միլիոն դրամ ստացվում է որ այդ ընտանիքը կարող է 20 միլիոն դրամանոց տան հույս կամ հավակնություն ունենալ բայց քաղաքացիություն է պետք դրա համար չէ այդպես չէ եւ այդ տարբերակը ցես հարմար չէ, ձեռնտու չէ, ճիշտ հասկացա ես։ Հա, պրոստը որ ասում ով որ վեկալել է, հələ մինչև այսօր հələ այդ տունը չի ստացել։ Ոչ ստացել է, ոչ էլ տունը։ Դրա համար ստացել է քաղաքացիություն, դիմել է այդ ծրագրին, դեռ փողը չունի։ Հասկացել եք պատճառն ինչ է։ Հարցուփորձ եք։ Ճիշտ ասած չէ։ Հա, իսկ ընտանիքներում քաղաքացիություն ստանալու համար դիմաց մարդ կա, թե ընտանիքով է որոշում կայացվել առայժմ չդիմել։ Չէ, ընտանիքով որոշում։ Հա, իսկ տղան դիմել է 18 տարեկան լրացել է, ինքը ծառայել է վայնկոմատ, ես ուզում եմ գնալ ծառայության։ Տունը վեճու կռիվ չկար, թե ինչ ես վերցնում։ Հա, չէ, ինքը հենց տենց ասում որ իմ դասընկերներս գնում են, ես էլ եմ ուզում իրանցից հետ չլինեմ, գնամ ծառայության։ Ինքը գնաց դիմեց, ուղարկին որ քաղաքացիություն, հիմա դիմել է քաղաքացիության, առաջի SMS-ը եկել է, սպասում է երկրորդին։ Հասկացա, իսկ ինչպես սա ձեր առաջին հանգրվանն է Արցախից հետո, թե ինչ որ միտեղ տեղավորվել եք, հետո տեղափոխվել եք այստեղ։ Ես Մարտիրոս գյուղում եմ ապրել, դեկտեմբեր ամսվա 1-ին եմ իջել Վայք, իջացել արդեն, որովհետև ընդ տները լավ վիճակում չէր, ահավոր էր։ Հա, նոր եկանք ստե Վայքում տեղավորվեցինք։
Վարձով Մարտիրոս էի ապրում։ Մի տարուց ավել ստեղ եք, ճիշտ եմ հասկանում։ Մի տարուկի հայել անցորդից ստեղ։ Ես դեկտեմբերից եմ եկել վայք։ Հարևանությունը, մարդիկ, որոնց հետ շփվում եք, ինչպես են ընդունել ձեզ։ Մեզ շատ լավ, շատ վայքում, Մարտիրոս գյուղում հատկապես շատ լավ։ Իսկ ստեղ Քաղաքում քաղաքապետի բոլոր աշխատողներից լրիվ լավ։ Համայնքապետարանի ծառայություններից գոհ եք, հա։ Շատ։ Ալեն։ Չեք ունեցել համայնքապետարանում որևէ պրոբլեմ, հասնայել, տեսով են եկան այ մարդ։ Չի եղել։ Չէ, նման բան։ Դուք բան։ տեղյակ եք, որ հայաստանյան լրատվամիջոցներում 1000 ու մի գիտենք։ Ինչ բառ օգտագործեմ, էլի անտուր ռեպլիկներ են հնչում եւ առաջին անգամ չեն հնչում։ Հա, նման բաների չեք պատահել, ոչ հարևանության շրջանում, ոչ։ Չէ, միայն Facebook-ում ենք նայում, որ արցախցիներն ոնց է վիրավորում, էտա։ Քիչ նայեք Facebook-ը, առողջություն։ Բայց մեր համայնքը ոչ մեկ լրիվ միջև հիմա մտնում ենք բարձերեսով, ժպիտը երեսներին մեզ ընդունում են։ Իսկ լսել եք որևէ դեպք արցախցիների նկատմամբ վատ վերաբերմունքի այն պատճառով, որ նրանք արցախցի են։ Հա, ոչ վայքում, մեր մարզերում ոչ, բայց Արտաշատում լսել եմ դեպք, քանի որ աղջիկս ընդ է բնակվում, լսել եմ, որ ընդից ասում են, այս Ղարաբաղցիներին չի են եկել։ Իրական ինչ-որ մի օրինակ գիտեք։ Հա, տենց գիտեմ, ասում են։ Իսկ ձեր դուստերը անձամբ իր նկատմամբ որևէ նման։ Ասել են, հա, դուստերից օգնություն տալուց, հա, շարքի մեջ ընդ Հայաստանից բնակիչներ եղել են ու ասել են, որ ինչի եք թողել Արցախ եկել, կռվեիք, պահեիք։ Հա, հասկանալի, հա։ Դուք խնդրում եմ չքաշվեք, էլի, թե նման բան կա։ Չէ, բան չկա։ Լսած չես։ Հա, շատ լավ, համայնքապետարանի վերաբերմունքը։ Շատ լավ է։ Շատ լավ։ Ինչ գործ եք ունեցել համայնքապետարանի հետ։ Մենք օգնություն ենք ստացել իրանից։ Աջակցություն, չէ, աջակցություն։ Այսինքն համայնքապետարանը ունի արցախցիների այստեղ ապրող, հա, համայնքում 16 բնակավայր է, քաղաքը եւ 15 գյուղերը վայքը։ Ունի արցախցիների ցուցակը եւ այդ օժանդակությունները նյութական ըստ երևույթին էլի, հա, տեխնիկա էր սկզբում ինչ որ սնունդ է բան, այս տեսակ բաներ եղել։ Լրիվ օգտվել են, ամեն ինչից օգտվել են։ Հա, խտրականություն նկատել եք, որ այս ինչին ոնց որ թե քաղցր աչքով նայեցին մեզ չոր կամ հագարակը։ Չէ, ես չեմ լսել նման բան։ Իսկ պետական պաշտոնյաների հետ հանդիպելու առիթ եղել է, պատգամավորներ կան, զրուցեն, ես իմ կառավարությունից են կամ սոցիալնախարարությունից են։ Վայ Մարտիրոսի ես ապրելուց շատ են եկել, շատ են հյուր եկել մեր տուն, անձամբ մեր տուն նայել են, նկարահանել են, հա, բայց բողոքված չունեմ իրանցից։ Դրիվ նորմալ է։ Տաղերքը հանդիպել եք, հավես ունեք, ցանկություն ունեք, հետաքրքիր կլինի, որ նախարարը կա հանդիպելու, հանդիպեք, թե կասեք լավ է դե, հա։ Չէ, հավես ունենք։ Բան ունեք, ասել, ինչ է ձեր ասելիքը պետական պաշտոնյաներին, պատգամավորներին, կապ չունի որ կուսակցությունից է։ Պատգամավորը գիտեք, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն է։ Հա, գիտենք, բայց դե որս մատած։ Ձեր հիմնական խնդրեմը, ես ինչքան հասկացա, ուրեմն աշխատատեղ, տուն, ճիշտ է։ Հա։ Թե նպաստ եւ տուն, թե աշխատատեղ եւ տուն։ Աշխատատեղ եւ տուն։ Աշխատանք, որովհետեւ Հայաստանում ցավոք մի խավ կա մարդկանց, որոնք երկրաշարժի ժամանակներից էլ է տա գալիս էլի, որոնք ավելի շատ հարմարվել են նպաստ ֆինանսական օգնություն, սնունդ օգնություններ ստանալուն եւ աշխատանքը դեմես տալիս, ասում է, չէ, դե լավ է, դե ինչ գործ է, որ ես կնամ անեմ բան, սովորական աշխատանք է։ Աշխատանքը երբեք թեթև չի լինում, էլ եթե թեթև է, ուրեմն խաբեություն է ըստիս, էլի։ Հա, աշխատել կուզեիք։ Մասնագիտություններ ունեք դուք։ Ինչ գործ կարողանայիք անել, Դիանա։ Ես Վարշավիր կարամ աշխատեմ։ Աշխատել եք, ինչ որ փորձ կա։ Չէ, սովորել ենք, հա, այդպես տանը անում ենք, էլի, զբաղվում ենք, հա։ Հա։ Հասկանալի է, արտագաղթելու տրամադրություն։ Գնանք, հեռանանք, բրծանենք։ Չէ, պատահական հարցեր չեմ տալիս, որտեղ մարդիկ կան, Արցախը հասկացա ես, հա։ Չէ, Հայաստանից ես դուրս չեմ գա, մանավանդ Վայքից։ Ես գտնում եմ Վայքի իմ համար ավելի հարազատ, մեր Մարտակերտ քաղաքի պես է։ Շատ նման է, ու ես շատ եմ սիրում Վայք քաղաքը։
մի վարկյա ես չեմ մտածում, որ վայքից դուրս գամ հեռու մի հատ քաղաքում ապրեմ։ Հասկացա, իսկ բանը Արցախ Բերքխաղաղության պայմանագրից խոսանք, հա, շատ են խոսում այդ մասին, լսել եք, հնար չկա, հարթուկը միացնում եք, այդ մասին է խոսում, տելևիզորը միացնում եք, այդ մասին է խոսում։ Լուրջ կարելի է ընդունել ադրբեջանական պնդումները, թե խաղաղության պայմանագիր եւ այլն։ Ես գիտեմ, որ դուք քաղաքագետներ չեք, հենց ձեր քաղաքացիական ընկալումներն ինչպիսին են սրա, դուք ինչ եք համարում, դա լուրջ է, թե բլեֆ է, թե ինչ է։ Ալեն։ Չարժե լուրջ վերաբերվել այդ զրույցներին, դուք ինչ կասեք։ Իհարկե։ Լուրջ չէ այդ խոսակցությունները, հա։ Հիմի բանը, իրենք մի քանի անգամ ասել են եւ երևելի կասեն, բանը, ընդունեն քաղաքացիությունը, թող կան ապրեն։ Մոտավորապես այսպիսի բաներ են հնչել, էլի։ Ինչքանով է դա լուրջ։ Դուք պատրաստ եք ադրբեջանական քաղաքացիություն ընդունել, միայն թե Արցախ վերադառնալ եւ այնտեղ ապրել։ Գիտեք որևէ արցախցու, որը կարող է նման պայմանով Արցախցին երբեք չի գնա Ադրբեջանի հետ ապրել։ Երբեք։ Հասկանալի է։ Ես նոր կարծիք չեմ լսում, դրանք այդ կարծիքները Հայաստանի տարբեր համայնքներում բնակավայրերում ապրող արցախցիներից ես լսել եմ, նույն բանն են ասում մարդիկ, էլի, հա։ Ընդհանրապես հայ-ադրբեջանական այս կոնֆլիկտի կամ արցախյան կոնֆլիկտի, ինչպես կուզեք, էլի, երկարաժամկետ հեռանկարում լուծումը ինչ եք պատկերացնում։ Խոսում եք դուք տնեցոնցով, հարևաններով, ծանոթներով, բաներով, ինչ որ մտքեր ունեք, էլի, խնդրում եմ ասեք, էլի, ջահելներից սկսենք։ Ջահել կանանցից սկսենք, հետո ջահել տղաք։ Կներես մենակ որ հետ գնա մեր տները, օբյեկտիվ իրականությունը հիմա այն է, ինչ կա, դուք գիտեք, հա, հիմա դա անհնար է։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում ինչպես եք պատկերացնում այս խնդրի լուծումը։ Ունեք ինչ որ պատկերացում։ Պատկերացումս նաև որ պիտի գնամ, հույսուսենա որ պիտի Արցախ գնանք, վերադառնանք։ Մեխանիզմը, միջոցը ինչպես։ Ասենք տունը քննարկում եք, արցախցիներով քննարկում եք, տեղացիների, ձեր հարևանների, ծանոթների հետ քննարկում եք, ինչ որ մի ճանապարհ պիտի երևա, թե ուզում եմ եւ վերջ, էլի։ Ուզում եմ եւ վերջը ճանապարհ չէ, ինչպես գիտեք, էլի, հա։ Ճանապարհը լինելու է։ Ճանապարհը կամպես միայն կողմ։ Այսինքն պատերազմ, հողերի երկրավում եւ վերադարձ Արցախ։ Միայն այդ ձև, որովհետեւ ես չեմ մտածում, որ խաղաղությամբ մենք նորից կեթանք Ղարաբաղ։ Այսինքն այդ խոսակցությունները խաղաղության բանի հետ կապված անլուրջ են։ Կամ կոնե ձևական քաղաքականություն են, էլի, այդպես եք ընկալում։ Հասկացա, ձեր շրջապատում էլ է, հա, այդ կարծիքը տիրում։ Հողագործության հետո հավես ունի։ Ես։ Ձեր տներում։ Փորձել եք հող հարցնել, ինչ են ասում համայնքապետարանում։ 10 քանի գյուղեր են։ Հա։ Միայն քաղաքը չէ, էլի։ Դիմել եք քաղաքապետարան, համայնքապետարան։ Հա։ Լավ, հասկանալի է։ Ինչ խնդիրներ ունեք, բացի այն խնդիրները, որոնց մասին խոսեցիք։ Խնդրեմը միայն տունն է, տուն լինի։ Չէ, որ տուն լինի, եկամուտ չլինի, էլի մի բան չէ, չէ՞։ Հա, տուն աշխատանք է, երկուսը հասկացանք։ Ուրիշ ինչ խնդիրներ կան, որոնք ձեզ մտահոգում են։ Ո՞նք ասեք։ Ուրիշ խնդիր չկան։ Հա, ընդհանրապես ուրիշ Կա խնդիր կա։ Տունի աշխատես ապրես քո։ Դուք ձեզ նման երիտասարդների գիտեք արցախցի։ Շատ։ Հա, այս հարցերի շուրջ ինչ են մտածում իրենք, զրուցում եք հետները։ Ես իմ ընկերներից հետ կապ պահում եմ, իրանք ապրում են բանում, ինչ են ասում, Լենինական, Գյումրի։ Նույնն էլ իրանք են ասում, ինչի ես։ Հայաստան որտեղ եք եղել։ Ես Երևան, Վայք, ես իմ կարելի ասած մենակ երևի Լենինական չեմ եղել։ Երևան, Վայք, ճանապարհն եք եղել։ Ստեփանավեճում է, էլի, տեսել եք, հա։ Գյումրիում չեք եղել, Վանաձորում։ Վանաձորը չէ։ Տավուշում, Իջևան, Դիլիջան, Հաղարծին, Կոշավանք կա։
Արմավիր, Էջմիածին եղած կլնեք, չեք եղել։ Տիկնակ ինչ կասեն։ Հայաստանի որ մասերում եք եղել, որտեղ չեք եղել։ Ես Երևան եմ գնացել։ Եկել Վայք, Աբովյան, էլ ինչտեղ։ Ես Երևան, Աբովյան, Արտաշատ, Մասիս, Արարատ, Հրազդան, Սևան, Չարենցավան եղած եմ։ Անընդհատ հասկացա։ Լավ, ավելացնելու ինչ ունեք ես մեր զրույցին, ձեր խնդիրներից, արցախցիների տեղավորվելու, չտեղավորվելու, բացի այն ինչ որ խոսեցիք, կան էլի խնդիրներ, որոնք կուզեք նշել, ասեք եւ եզրափակենք հաղորդումը։ Ուրիշ խնդիրներ կան, որոնք կուզեք նշել։ Որովհետեւ երբ նախնական զրույց ենք ունենում արցախցիների հետ, մինչեւ հաղորդումից հետո ժամերով մարդիկ խնդիրներ են պատմում։ Հենց ասում ենք հարցազրույցի մեջ պատմեք, մեկ նայում եք, որ հա, ուզում եմ չկաշկանդվեք, ասեք, եթե կա բան, որտեղ ձեր հիմնական ուղերձները լսեցի եւ այս հաղորդումը հավանաբար պաշտոնյաներն էլ կնայեն։ Հա։ Չկա մնացածը հասկանալի եղավ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այս մեր հարցազրույցին մասնակցելու համար, հաղորդմանը հետևողներին էլ ասեմ, որ մենք վայքում ենք եւ սա մեր հաղորդումների ցերտականն է Հայաստանի տարբեր համայնքներում եւ այսօրվա իմ հյուրերը արցախցիներ էին Արմիդ Աշեկյան, Մարտակերտի Չլդրան գյուղից, Դիանա Այվազյան, Մարտակերտի Նոր Այգեստան գյուղից, Ալեքս Հարությունյան եւ Ալեն Ղազարյան, Մարտունու Թաղավարտ գյուղից, որոնք հանգրվանել են բոլորը Պետի քաղաքում։ Շնորհակալություն հաղորդմանը հետևելու համար, խնդրում եմ լայքել հաղորդումը, բաժանորդագրվել ալիքը, տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդու հասանելի դառնա։ Եվ դիմում եմ արցախցիներին, ովքեր տեղավորված են Հայաստանի տարբեր բնակավայրերում, եթե որևէ խմբով 3 հոգի, 4 հոգի, 2 կուզեք, որ ձեր խնդիրները արծարծվեն մեր հաղորդման մեջ, դիմեք մեզ, մենք կկազմակերպենք, կգանք կզրուցենք նաև ձեզ հետ, որպեսզի ձեր խնդիրները հանրությանը եւ հույս ունեմ իշխանություններին հասու դառնան։ Շնորհակալություն։